Ասում ենք էլի, որ մեր եղբայրն է, ինչ եղբայր։ Ձեզ մի հարցամ, էլի ինչ եք պատրաստում անել, բացի այդ ցույցերը, Եկել ենք բողոքի ենք եկել, աղջիկ ջան, ինչի ենք եկել բողոքի, որ արտարություն թող տիրի աշխարհում, ինչ կլինի որ մենք սաֆարովներ ենք, հա, սաֆարովներին գնացեք բռնեք, ինչ կլինի։ Միլիոնավոր սաֆարովներ կան Հայաստանում, Երևանում, մարդիկ են սպանում անմեղ տեղը, անմեղ հիմքերով, սպանում են գնացեք նրանց բռնեք։ Եթե մեղք ունեն, բերեք դատեք, մենք պահանջում ենք մեր երեխաներին, բերեք իրենց հայրենիքում դատեք, ախպեր։ Մեր խնդրանքը դա է։ Մեղավոր են, օրենքի խստությամբ թող դատեն այստեղ, իր հայրենիքում։ Մեր պահանջարկը դա է միայն։ Մելքոնյա Սերոժա, համագյուղացի։ Ինչպես որ գյուղն է, գյուղն է։ Ապարանին Նիգավանից։ Ոչ էլ տեսել եք, հա, մտածում եք շառա ու միանգամից շառ։ Ոչ թե մտածում եմ, 100% ապացուցված է, որ դա շառ է։ Ուղղակի մատերի արանքով են նայում այլազգիներին, հանձինս հայերին։ Դրա համար ականջը հետև են գցելու մինչև այսօր 7 ամիս է լրանում է ու ոչ մի ընտաշ չեն տալիս։ Ախպեր մեղավորը դատեք, գնդակը հարեք, այ եղբայր։ Ինչի համար եք 7 ամիս պահել, ինչի համար։ Եթե դու ապացույցներ ունեք, դե դատեք այ մարդ։ 7 ամիսների ընթացքում Հայաստանում դիմել եք օրինակ արդարադատության նախարարություն կամ այդ գերատեսչությունների։ Մոսկվայի բոլոր ատյաններում դիմել ենք։ Ապարանքի եք դիմել եք գլխավոր դատախազին։ Այստեղ։ Այո։ Այստեղ ինչ դիմենք։ Այստեղ գլխավոր դատախազին ինչ դիմենք, որ պահանջան ներկայացնի, որ Ռուսաստանից հետ վերադարձնեն։ Այո։ Չէ։ Չեք հավատում, որ կանի։ Ձեր հայրենակիցնա, ձեր զեմլյակնա դիմեք, միգուցե։ Մենք շատ էլ լավ հարգում ենք աղան Հովսեփյանին, շատ լավ էլ գիտենք նրա էությունը։